Հայ ազգային կոնգրեսը ողջունում է ազատության հրապարակում հավաքված ժողովրդին։ Անկախ և ինքին իշխան Հայաստանը սկսում է հենց այս հրապարակից։ Եվ ես այսօր արդեն կարող եմ շնորհավորել ձեզ այն կապակցությամբ, որ այս հավաքը կայացավ և մեր իշխանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում։ Նախ և առաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ։ Կարողանում եք բարձրացնել ձայնը։ Ժողովուրդ, լսվում է։ Դե կփորձեմ բարձր խոսել, ինչքան որ հնարավոր է։ Նախ և առաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ։ Քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը։ Գրագետ, ինտելեկտուալ, քաղաքակիրթ, հնարամիտ քայլերով, քաղաքացու բարձր պատասխանատվությամբ և իրավագիտակցությամբ այս նախաձեռնող խումբը արթնացրեց քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ։ Սա մեծապես նպաստեց նաև ազգային ժողովի 4 ընդդիմադիր խմբակցությունների արդեն իսկ ձևավորված միասնականության ամրապնդմանը և այսօրվա հանրավաքի մարդաշատությունը հենց մեր քաղաքացիական հասարակության և առաջատար քաղաքական ուժերի աննախադեպ համախմբման արդյունքն է։ Իհարկե ձեր հանրավակն է, ձեր ոճը մի քիչ քաղաքավարական է, բայց ես, որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ցանկանում եմ նույն խնդրի մասին ավելի անկաշկանդ և կոշտ ոճով խոսել։ Եկեք ասենք ողջ ճշմարտությունը։ Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան։ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, այո, կան ֆինանսական զարգացած ինստիտուտներ, կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի զարգացած շուկաներ, որոնցում պետությունը պաշտպանում է ներդրումները և կենսաթոշակային ավանդները և թույլ չի տալիս, որ անբարեխիղճ գործարարները թալանեն ներդրողներին և ավանդատուներին։ Տասնյակ տարիների ընթացքում այս ինստիտուտները իրենց բարեխիղճ աշխատանքով վաստակել են ավանդատուների վստահությունը։ Դա է պատճառը, որ Արևմուտքում ոչ ոք չի վախենում ապագայի համար ներդրումներ արել, այդ թվում նաև կուտակային հիմնադրամներում։ Իսկ մեզ մոտ ինչ վիճակ է։ Եկեք կոչենք իրերը իրենց անունով։ Մենք կարող ենք արդյոք վստահել պետությանը։ Պետությունը սեփական հարստության համար դուքյան դարձրած այս օֆշորային զույգ գեներալներին։ Ես նկատի ունեմ Սարգսյանների այս ավազակապետական զույգը։ Հայաստանում կա գոնե մեկ միամիտ, որ կարծում է, թե կուտակային այդ հիմնադրամների կառավարիչները բարեխիղճ պրոֆեսիոնալ մենեջերներ են։
ում կարելի է 20 տարով վստահել սեփական գումարները։ Հիմա քո աշխատավարձը Թե բոլորս գիտենք, որ դրանք երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանձիտներ են, որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը։ Համաշխարհային բանկի հենց նոր հրապարակված տվյալներով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք կապիտալի ապօրինի արտահոսքը Հայաստանից փողերի լվացման եւ կոռուպցիայի հետ կապված եղել է շուրջ 5 միլիարդ դոլար։ Սա պաշտոնական զեկույց է, 5 միլիարդ դոլար ապօրինաբար դուրս է եկել Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք Հայաստանից։ Եվ ինչ, հիմա ուզում են, որ մենք վստահենք մեր փողերը երկիր թալանող Վիրջինիայի կղզիների եւ Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությանը։ Ֆիլիպինների լեգենդար դիկտատոր Մարկոսը, որը 5 միլիարդ դոլար էր սեփականել 100 միլիոնանոց Ֆիլիպին ժողովրդից, ուղղակի միամիտ մանուկ է մեր հայրենի ավազակապետների հետ համեմատած։ Կամ կան մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի այս համընդհանուր տնտեսական ճգնաժամի, աղքատության եւ արտագաղթի օրերին, երբ մեր աչքերի առջև երկիրը պարզապես վարի է գնում, երբ բարիս բուն իմաստով մարդկանց հոգիներում մեռնում է Հայաստանում մնալու եւ այն շնացնելու գաղափարը, եւ մեկ էլ պարզվում է, որ ամենակարևոր հարցը դա կուտակային ռեֆորմն է, ինչ այս կառավարությունը մոլագարի հետևականությամբ փորձում է անցկացնել։ Եվ իսկապես դուք մոլագար չեք համարի մի տանտերի, որը տան հրդեհի ժամանակ կփորձեր տուն վերանորոգել։ Իհարկե կհամարեք, բայց սրանք մոլագար չեն։ Այս համառությունը ունի միայն մեկ բացատրություն։ Կուտակային այս պարտադիր վճարումները ընդամենը հերթական մի գործիք է մոգոնված հատուկ ժողովրդի թալանի համար։ Իբր քիչ էր տնտեսության մենաշնորհումը, փոքր եւ միջին բիզնեսի ջախջախումը հարկային եւ մաքսային տերորի միջոցով, արագաչափները, կայանման կարմիր գծերը, գազի եւ էլեկտրոէներգիայի հետ կապված թալանը, հիմա էլ թալանի նոր միջոց են գտել այս պարտադիր կուտակային վճարումները։ Հիմա ինչ։ Ինչը։ Խնայ բանկի ավանդները սովետական։ Խնայ բանկի փողերներ իհարկե։ Հիմա ինչ, թույլ եք տալու սա։ Թույլ չենք տալու։ Ամբողջ Ես այսօր դեռ չեմ ուզում դա հնչեցնել, բայց շատ շուտով գալի է այս իշխանության ժողովրդին հաշիվ տալու ժամանակը։ Այս կարգախոսից պետք չէ խրտել։ Ամբողջ ժողովրդով ոտքի ենք ելնելու թալանին վերջ տալու համար։ Եվ իմացեք մի բան, պետք է ոչ թե միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնենք, այլ երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից։ Այս իշխանությունները չեն նահանջելու անգամ 1 սանտիմետր, եթե չտեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց հրապարակում։ Եվ ուրեմն բանալին հետ ժողովրդի ակտիվությունն է։ Իսկ դրան կարելի է հասնել միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների միասնական ջանքերով։ Նորից եմ ասում, գալիս է
այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը։ Մեր շարժումը դա շարժում է դեպի ազատ, արդար, ազնիվ Հայաստան, օրենքի պետություն, որը կառավարվում է ազատ քաղաքացիների կողմից ընտրված ազնիվ, մաքուր, պետական մտածողություն ունեցող նվիրյալների կողմից։ Եվ ուրեմն հիմա բոլորովս միասին, որովհետև նորից եմ ասում, այս կարգախոսը կիրառելի է ցանկացած պայքարի համար։ Պայքար, մինչև